չի։ Երիտասարդ ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի պատմում է, որ երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո 2006-ին վերադարձել է Հայաստան եւ առաջին շոկային հարվածը նրա համար եղել է երթուղայիններում մի կերպ տեղավորվող 2 տասնյակ մարդկանց տեսնելը։ Եկա Երևան, իմ համար շատ զարմանալի էր, ոնց կարելի է մարդ նստի այդ վիճակում երթուղային տաքսի, ասենք թե չես հասկանում հետևը, ձեռքը, գլուխը որտեղ է, էլի, դու սարսափելի էր իմ համար ու ես երկար ժամանակ չէի կարողանում երթուղային տաքսի նստել։ Դրա համար այդ ցավալի թեմա էր իմ համար, ոնց որ ես ինձ չէի հարգում նստելով այդպես երթուղային տաքսի, հետո սկսեցի իրականում չհարգել ու այդ ձևով երթևեկել քաղաքով մեկ։ Երիտասարդ ռեժիսորը 6 ամիսների ընթացքում նկարահանումներ է կատարել երթուղայիններում պիկ ժամերին, հիմնական նկարահանումները եղել են 70 համարի երթուղայինում, ինչպես նաև 27 և 50 համարներում։ Շատ դժվար էր, ասեմ, շատ դժվար էր, նամանավանդ եթե քաղաքում, այսպես ասած, ունենք քյարթուներ, իրանց հետ շատ դժվար էր լեզու գտնելը, բայց ես մի հատ բան մտածեցի, խոսացի հենց 70-ի գծի տիրոջ հետ, ով ինձ մեծ աջակցեց ու բոլոր վարորդներին ասեց, այս երեխան պետք է նկարի ֆիլմը իրա, ուսանողական ֆիլմը, ու վարորդներն էլ եղել է դեպքեր, որ ասենք թե նստում էին դες քյարթու տղեկ սև բաներով, ասում էին ախպեր, այդ մեզ ձեզ նկարում չնկարես, մեկ էլ վարորդն տեղից, այդ ով չի ուզում նկարվի, թող իջնի։ Նա պատմում է, որ 6 ամիս երթուղայիններում նկարահանելուց հետո տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-յան հայտնի դեպքերը, որոնք ամեն ինչից անկախ ընդգրկվել են ֆիլմում։ Ես ոչ մի քաղաքական իմաստ չեմ դրել։ Գաղափարը, որ մարդիկ ճնշված ապրում են, դա կյանքի ընթացքն է, գնում է, միևնույնն է, մենք ճնշված ապրում ենք, երբ որ ինչ-որ բունտ է բարձրացվում, միևնույնն է ճնշվում է, որովհետև ազատ չի մարդը, իրականում ազատ չի։ Երիտասարդ ռեժիսորը պատմում է, որ 2009-ին թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվելուց հետո ֆիլմը չի ընդունվում այնպես, ինչպես ինքն էր սպասում։ 2 տարի ֆիլմը չի ցուցադրվել, որից հետո պատահական հայտնվել է Օբերհաուզենի և Լեյպցիգի փառատոներում։ Հայաստանում այն մեծ էկրան է բարձրացել նկարահանումներից 3 տարի անց։ Այս տարի էլ Հայաստանում ցուցադրվեց որպես ոսկե ծիրանի դիպլոմային աշխատանք, լավագույն դիպլոմային աշխատանքներից։